Հակոբոս Առաքյալն ասում է. հավատն առանց գործերի մեռած է։ Հավատը գործերի հաջողությունն է։ Հավատը գործերի ծնողն է, սկիզբն է, գործերը ճյուղերն են, ընթացքն են։ Տաթեի վանքի բակում մի հետաքրքիր ծառ կա, ասում են Ղրիմյան հայրիկի տնկացն է։ 120 տարեկան է, ասում են։ Արմատները շատ խորն են։ Եվ մինչ օրս պտուղ է տալիս։ Ինչու է պտուղ տալիս։ Որովհետև արմատները շատ խորն են։ Այդպես էլ հավատքի արմատները, երբ որ շատ խորն են լինում, ճշմարիտ հավատքի, ուղղափառ հավատքի, քրիստոնեական ծառը սկսում է պտուղ տալ։ Հնարավոր է, որ որոշակի ճյուղեր չորանան, ընկնեն, պոկվեն, բայց ծառը կանգուն է։ Եվ միշտ է պտուղ տալիս։ Իսկ եթե հավատքի ծառը չկա, արմատները չորանում են, բնականաբար պտուղ չի կարող տալ այդ ծառը։ Եվ իսկ եթե ընդհանրապես ծառը արմատ չունի, արագ արմատախիլ է դառնում, նա չի կարող պտուղ տալ, բարի պտուղ տալ, ինչպես մեր Տերը Հիսուս Քրիստոս ասում է. ձեր տունը ժայռի վրա շինեք, ամուր, ավազի վրա շինված տունը փուլ է գալուս։ Եվ առանց գործերի, բարի գործերի, հավատքի ծառը չորանալու է։ Հիմա որոնք են բարի գործերը։ Ամենամեծ, կարևոր եւ իրական բարի գործը դա աղոթքն է։ Տեսեք, մեծամեծ անապատական հայրեր են եղել։ Նրանց գործը ինչ է եղել, աղոթքն է եղել։ Օրինակ Անտոն անապատականի 55 տարի առանձնության մեջ է եղել։ Ոչ ոք նրան չի տեսել, միայնակյաց եղել, 15 տարի մի գերեզման մեջ ընկնել, 35 տարի, 40 տարի գրեթե մեկ ուրիշ տեղ։ Եվ այդ երկար ճգնության արդյունքում նոր հայտնի է դարձել։ Շնորհ պատրիարքը ասում է նմանվում էր թաքնված ծաղիկի։ Իրեն չես տեսնում, բայց բուրմունքը առնում ես։ Շուշան ասում է, դու իրեն չես տեսնում, բայց բուրմունքը տարածվում է, այդպես էլ Անտոն անապատականը թաքնված էր բոլորից, բայց իր վարքը, իր աղոթքը կարծես մի բուրմունք լիներ, որ չորացած անապատում տարածվեց եւ անապատը սկսեց ծաղկել անապատականներով։ Ուրեմն առաջին եւ կարևորագույն հավատքի սխրանքը դա աղոթքն է։ Եթե մարդ աղոթում է, ուրեմն առաջին կարևորագույն գործ արեց։ Եվ եթե չի աղոթում, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, հեթանոսից էլ վատ է, որտեղ հեթանոսները իրենց չաստվածներին, իրենց կուռքերի պաշտամունքը հստակորեն կատարում են, իսկ չաղոթող քրիստոնյան հեթանոսից էլ վատ է, որտեղ իր ճշմարիտ Աստծուն չի պաշտում, չի երկրպագում։ Մի օր Ալեքսանդրիա քաղաքով մի անառակ կին մերկ քայլում է փողոցներով եւ մոտենում է վանքին, բոլոր վանականները գլուխները թաքցնում են, ծածկում են, ուզում են դրան չտեսնել։ Մի ծեր սենց ապշած նայում այդ մերկ կնոջը, ապշած նայում, անցնում գնում կինը, մեկ էլ սկսում է լացել, արտասվել։ Ծերը սուրբ մարդ էր։ Վանականները նախ զարմանուն ապշում են, թե ինչպես է պճնված զարդարված անառակ կնոջը, մերկացած կնոջը սուրբ հայր են անում եւ հետո ինչու լացեց։ Գալիս են ծնկում են, ասում են սուրբ հայր, ասում են բացատրի ինչու դու նայեցիր, մենք ամաչեցին գլուխներս թեքեցինք, բայց դու նայեցիր հետո լացեցիր։ Ասում է ես ցավ ապրեցի, ասում է ինչու, ասում է որովհետեւ տեսեք այդ կինը ինչպես էր զարդարվել, ինչպես էր իր անուշահոտ յուղեր գցել իր վրա, օծանելիքներ գցել, ինչա թե մարդ շահեր։ Ասում է իսկ մենք ինչ ենք անում մեր փեսային Քրիստոսին շահելու համար, այդքան ջիքուջան գործադրում ենք, այդ ջերմերան աղոթում ենք, որ Քրիստոս կա մեր մեջ բնակվի, ինչպես ինքն է ջիքուջան գործ։ Ես հասկացա, որ մենք նանից վատն ենք,
այնպես էլ են քրիստոնյան, որ չի աղոթում, հեթանոսից էլ վատ է։ Ուրեմն աղոթքը ամենակարևորագույն հիմնարար գործն է քրիստոնյայի։ Եթե մարդը աղոթում է, բնականաբար կյանքով է լցվում եւ սկսում է աղոթքից ստեղծված բարի գործեր կատարել։ Աղոթքը սուրբ խորհուրդների մայրն է։ Երբ որ դու աղոթում ես, միտքդ սուրբ խորհուրդներ, սուրբ զգացումներ, ապրումներ է ծնում։ Շրթունքներդ սրտիդ ավելցուկից են խոսում, ինչպես մեր Տերն է ասում ավետարանում, թե յուրաքանչյուր մարդու բերանը իր սրտի ավելցուկից է խոսքում։ Եվ բնականաբար ամեն ինչ դառնում է աստվածային։ Քո կյանքն էլ, քո վաստակն էլ, քո աշխատանքն էլ դու ուզում ես նվիրել Տիրոջ։ Եվ դառնում ես երկրի աղը, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է, դուք եք երկրի աղը։ Իսկ աղը ինչ է, աղը աղոթքն է։ Եթե մարդը աղոթում է, ուրեմն աղ կա մեջը, համ կա, հոտ կա մեջ։ Եթե չի աղոթում, անհոտ, չաղոթող քրիստոնյան Քրիստոսի ավետարանի խոսքի համաձայն ոտքի կոխան եղած աղն է։ Ասում է աղը, եթե անհամանա, ինչին պետք է լինի։ Ոչ մի բանին, դուրս պետք է ներկի, ոտքի կոխան պետք է լինի։ Ճիշտ այդպես է, այն քրիստոնյան, որ չի աղոթում, անհամ, անհոտ է, դուրս պետք է նետվի, եկեղեցուց հեռանա։ Չորացած ճյուղն է, որ պետք է կտրես, որ պետք է հեռացնես։ Ուրեմն հավատը առանց աղոթքի առաջնահերթ համոհոտ չունի։ Հավատքը առանց բարի գործերի մեռած է, չորացած ճյուղ է, որ պետք է կտրվի, նետվի։ Ուրեմն մենք լինենք աղով, համով, հոտով, բարի գործերով քրիստոնյա։ Ամեն։